Բարիո, այսօր տաղավարում հյուրընկալել ենք ճարտարագետ ինժեներ Էրիկ Քասաբյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ծնվել եք Սիրիայում, դպրոց հաճախել եք Հայաստանում, ուսանողական տարիներ անցկացրել եք Կանադայում։ Այո։ Հիմա այս ճամփորդությունը ինչու է այս հետագիծը ունեցել։ Այո, շնորհակալ եմ եթերի համար։ Ծնվել եմ Հալեպում ու մոտավորապես 98 թվականին մի ամսով որոշեցինք գանք Հայաստան։ Հայաստանը, որ արդեն անկախ պետություն էր, ուզեցինք տեսնել այդ հայրենիքը ինչ է, որ եկանք ուղղակի զարմացած էինք այդ հյուրընկալությունից, այդ զգացինք ոնց որ մերը ու որոշեցինք, որ ընտանիքով ամբողջությամբ տեղափոխվելու ենք այստեղ։ Հայրիկը հերատեսաբար, ինչպես հետագայում ցույց էր տալիս, որոշեց, որ եթե մենք այստեղ ծնվենք եւ ավելի ճիշտ այստեղ մեծանանք, ապա ավելի ոնց որ հայկական մշակույթը, հայկական ազդեցությունը մեր վրա ավելի լայն կծավալվի։ Ու այդպես որոշումը 5-րդ դասարանից այստեղ սկսեցի հաճախել դպրոց ու 10-րդ դասարանը ավարտելուց հետո արդեն երբ որ պիտի բարձրագույն գնայինք, որոշեցի, որ այդ ժամանակ գնամ Կանադա, որ այնտեղից ավելի տարբեր տեսանկյունից տեսնված ոնց որ ուսում ստանալ։ Ու այդպես անցած 17 տարիները Կանադայում եմ անցկացրել։ Երբ գնում ես նոր դպրոց, հիմնականում երկար ճանապարհ ես անցնում, մինչև ընդունվես դասընկերների կողմից, դա կապ չունի սփյուռքահայ է, թե կողքի դպրոցից տեղափոխվել է կամ Հայաստանի մարզից։ Ձեզ ինչպես ընդունեցին։ Իրականում զանազան էր, այսպես ասած, այդ փորձը։ Մռավյան դպրոց եմ գնացել, որտեղ Հենցակյանի մասում ենք ապրում, դժբախտաբար այս պահին Մռավյանը այլ գոյություն չունի, բայց այնտեղ իրականում ընդունելությունը շատ ջերմ էր։ Իհարկե կար այդ հետաքրքրությունը ինչ որ տարբեր ձևով խոսալը, որովհետև սկզբում հարմտահայերենը շատ ավելի ուժեղ էր, բայց ընդհանուր կարող եմ ասել, չեմ զգացել շատ խտրություն, դպրոցական տարիներին բավականին հարթ է անցել։ Իհարկե երեխայական այդ բաները կան հետաքրքրությունից ելնելով, բայց ընդհանուր սկզբում իմ համար ուղղակի լեզուն էր շատ դժվար, որովհետև Սիրիայում չնայած որ հայկական դպրոց եմ գնացել, նյութերի մեծ մասը արաբերեն էր, ի բացառյալ հայերեն լեզու եւ կրոն։ Փաստորեն, ասենք այդ գիտական լեզուն արաբերենով ես որ սկսել էի սովորել, մաթեմատիկան, մի թեթև տենց ֆիզիկան, այստեղ գալուց հետո դա ամենաբարդ մասն էր, բայց ենթադրում եմ, որ ինչ-որ ներքուստեք կար այդ սերը գիտությունների վերաբերյալ ու հիշում եմ, ասենք, ուսուցիչները ինձ, որ ասում են ինչի չես գրում թուղթի վրա, այտենց ուղղակի բանավոր ես անում, կարծում են սկզբում չգիտեմ դրա համար չեմ գրում, բայց հետո որ պատասխանը տալիս էի, ասենց միանգամից, օ, լավ, ոնց որ պետք է այս ուղղությամբ արդեն շարունակես։ 8-րդ դասարանից իրականում գնացի ՀՊՃՀ, Պոլիտեխնիկի վարժարանը, ու վերջի 2 տարիները այնտեղ ավելի խորացված մաթեմատիկա, ֆիզիկա, արդեն ոնց որ կարծես կամաց կերտվում էր այդ ուղղությունը իմ մասնագիտության հետ կապված, եւ այնտեղի դպրոցում ոնց որ ավելի խորացված ուսանեցի, երբ որ գնացի Կանադա դրանից հետո այնտեղի մակարդակը եւ այստեղի, ասենք, մաթեմատիկայի մակարդակը իրականում բավականին կարող եմ ասել համազոր էր, ու չնայած որ էլի լեզվի փոփոխություն եղավ, այս անգամ էլ հայերենից անգլերեն, բայց քանի որ լատինատար էր արդեն ոնց որ լեզուն նույնն էր, գիտությունը նույնն էր, դրա համար իհարկե կար այդ դժվարությունը որոշ չափով լեզվի սկզբնական, բայց եթե կա ցանկություն ու հետաքրքրվածություն, անպայման դրանք հաղթահարելի են։ Սովորել եք մեխանիկական համակարգերի ճարտարագիտության բաժնում, այդ բաժնի ընտրությունը ինչով էր պայմանավորված, այսինքն մտածում եք փողաբերել դրա համար։ Իրականում ինձ թվում է ամեն դեպքում ծնողները մանավանդ հայկական իրականությունում ունեն որոշակի ազդեցություն երեխաների ոնց որ ուսման մեջ, իհարկե դա ներքուստեք էլ պետք է գա, ես որոշում էի կամ լինեմ ճարտարապետ, կամ լինեմ ճարտարագիտության ոլորտով։ Մանկուց շատ եմ սիրել լեգոներ հավաքել, ինչ-որ խաղալիքներ քանդել, տեսնել ինչպես է աշխատում, երբեմն հետո չէր հավաքվում այդ, բայց այդ սերը կար,
ու սկզբում ուզում էի ճարտարապետության ուղղությամբ գնալ, որովհետև ասենք շենքերի կառուցումը դա այսպես ասած մի քիչ ավելի այդ շահաբեր ոլորտի մաս էր, բայց իրականում փորձեցի մի տարի ճարտարապետության ոլորտով, բայց հետո հասկացա, որ չէ, ասենք ամբողջությամբ իմը չի, կա հետաքրքրություն, բայց կուզեի մի քիչ ավելի այդ ժամանակ դեռ ռոբոտաշինությունն էր արդեն շատ զարգանում, այժմ էլ տեսնում ենք ինչպես սկսում է մեր առօրյայի մեջ էլ ավելի ու ավելի երևալ ու քանի որ միշտ սիրել եմ ձեռքերով ոնց որ աշխատել ու զգալ ինչ որ կառուցելու եմ դրա համար ոնց որ մեխանիկայի ոլորտը ավելի գրավեց փողի առումով իրականում մեր էլի հասարակության մեջ միշտ կա, չէ, որ ինչ որ շատ է փող վերում, այդ ուղղությամբ գնանք, բայց ինձ թվում է դա այդքան էլ այնպես չի, որովհետև եթե անձը սիրում է ինչ որ անում է, կապ չունի ինչ ոլորտ է, ձևը գտնելու է այդ, ասենք, գումարը վաստակելու Իհարկե կան տարբեր ոլորտներ, որ տարբեր ասենք ավտոմատ ձևով ինչ որ մեկը շատ է ստանում, մեկը քիչ, բայց կարևորը է ոնց որ համահունչ լինի, որ թե լինի քո սիրած ոլորտը, թե լինի, ասենք, շահութաբեր, ու եթե ինչ որ մի ոլորտի մեջ կենտրոնանում ես ու դառնում ես դրա մասնագետը, ինձ թվում է արդեն փողի մասին մտածելու կարիք չի լինի։ Կարեմատյան երկրներում շատ զարգացած է այս ոլորտը, ինժեներությունը շատ ավելի համակարգված է։ Հայաստանում դժբախտաբար իհարկե հետ սովետական տարիներին ոնց որ քանի որ հագին գործարաններ ոնց որ այլևս չաշխատեցին ոլորտը գնաց ավելի հետո 2000-ականներին IT կողմը, որովհետև IT համար պահանջվում էր ուղղակի մի հատ համակարգիչ ու մասնագետը կարող էր ինչ-որ իր աշխատանքը կայացնել։ Իսկ ինժեներական ոլորտի համար արդեն արդյունաբերության ոլորտը պետք է զարգացած լինի, որ այդ ավելի հնարավոր լինի աշխատատեղեր ստանալու Կանադայում այդ հնարավորությունը կար, իհարկե շատ հատվածը որ գնացել էի, այդ հարավ-արևմտյան Օնտարիոյի մասը, թե մեծամասամբ անգլիախոս էր, որ լեզուի հետ կապված ավելի քիչ խնդիր կար, եւ այնտեղ ասենք այդ բանը արդյունաբերական ոլորտը բավական զարգացած է, դրա հետ մեկտեղ ինժեներության ուսումը ասենք Կանադայում այդ ինժեներության ուսման բակալորիատը դու որ վերցնում ես, քանի որ ավելի համակարգված է, ուսումը ինքնին արդեն պարտադրում է որոշակի առարկաների ինչ-որ մակարդակ, ու այդ մակարդակը պետք է անպայման համապատասխանել, ասենք տենց անցկացնելով հնարավոր չի, ու երբ որ դա, ասենք, այնտեղից դու ավարտում ես, արդեն կարելի է ասել դու պատրաստ ես որոշակի այդ մակարդակը պահպանելու, դրանից հետո շարունակելով գործունեության մեջ։ Իսկ որոշումը Կանադայից, ասենք, այնտեղ ավարտելուց հետո գալ էստեղ, իրականում որոշակի փորձ ունեցա Կանադայում էլ, բայց տեսնում էի, որ IT-ից հետո այստեղ այդ վերածնունդը սկսում է, նամանավանդ հետպատերազմյան շրջանում արդեն բոլորը արդեն խոսում են անօթաչուների մասին կամ ինչ-որ ռոբոտացած տեխնիկայի մասին ու այդ հետաքրքրությունից ելներով ու դա, ասենք, զգալով, որ իմը եւ զգալով, որ կարող եմ իմ ներդրումը ունենալ, այդպես որոշեցի, որ Հայաստանում շարունակեմ իմ ոնց որ պրոֆեսիոնալ ոլորտը ու կարող եմ ասել բախտավոր եմ եղել մինչև հիմա, որ ասենք ճիշտ անհատների հետ կապի մեջ մտնելով, ճիշտ ոլորտում ընկնելով, ոնց որ այդ իմ կարիերան, այսպես ասած, շատ հետաքրքիր ձևով է բացվում։ Հիմա երիտասարդների մեծ մասը ծրագրավորում է նախընտրում, բայց ձեր մասնագիտությունը ինչով է տարբերվում օրինակ IT ոլորտից։ Իրականում երկուսն էլ պետք են ու ամեն մեկի իր ոլորտը ունի, այսպես ասած, իր յուրահատկությունը։ Ինժեներիան ինքը շատ ավելի շոշափելի է, այսինքն եթե ինչ-որ մի բան նախագծվում է, եթե ինչ-որ միտք կա, ինքը իրականում շատ բազմազան է, ինժեներինգի ոլորտը, ասենք շատ տարբեր սպեցիֆիկացիաներ կան, բայց կոնկրետ մեխանիկայի առումով դա մի քիչ ավելի ոնց որ արտադրության հետ կապված ոլորտն է, որտեղ արտադրական ինչ-որ նախագծեր կարելի է ոնց որ մտահաղանալ եւ կա գործիքակազմ արդեն ասենք նույն համակարգչի վրա, որը գործիքակազմով կարող ես քո մտածածը ոնց որ դարձնել եռաչափ թվային ինչ որ
այսպես ասած մոդել, որը հետագայում արդեն կարող ես շարունակել տանել արտադրության, այժմ երևի ծանոթ կլինեք ինչ-որ եռաչափ տպիչների հետ, արդեն միտքը կա, կարող եք վերածել ինչ-որ թվային մոդելից հետո ուղարկել տպիչին ու դարձնել ինչ-որ ֆիզիկական իր, որ գործածելի է առօրյայի մեջ։ Ինչ վերաբերում է ռոբոտաշինության մեջ, ասենք թե եթե նայում ենք հենց ռոբոտաշինության տեսանկյունից, մեխանիկական մասը դա ինքը հենց ֆիզիկական ռոբոտն է լինում, այսինքն, չգիտեմ, եթե ձեռքերը, ոտքերը, ասենք ֆիզիկական մարմինը, իրան շարժող շարժիչները, իսկ դրանից հետո ինքը դառնում է պարզապես ինչ-որ մի հատ կրիչ։ Ծրագրավորողները գալիս են, որ դա ծրագրավորեն ու ասենք դարձնեն մի քիչ ավելի իրականին մոտիկ։ Այսինքն, ցենց որ նախագիծը վերցնում ես, ոնց որ դա ունի իր դերը, իսկ ծրագրավորումը ունի իր դերը։ Հետաքրքրողները շատ են, այսինքն երիտասարդներին հետաքրքրում է մասնագիտությունը։ Ինձ թվում է այո, որովհետև միշտ էլ երեխաների մոտ այդ երեխաներ, որ լեգոյով են խաղում, ինչի են լեգոյով խաղում, որովհետև լեգոն ոնց որ այսպես ասած հնարավորություն է տալիս, որ մի բան, որ մտքում է, իրականություն դարձնել տարբեր բլոկներ կողք կողքի հավաքելով։ Իսկ ինժեներության ոլորտը նման է լեգոյի պես, ինքը իհարկե տարբեր նյութեր սովորելով տարբեր առարկաներ, հնարավորություն է տալիս, որ ասենք եթե կա նախագիծ, կա միտք, որ ուզում ես իրականություն դարձնես, արդեն այդ միտքը հնարավորություն է ունենում գործիքակազմով դարձնել իրականություն, իսկ երեխաների մոտ իհարկե այդ ամեն ինչն է պակաս, քան այդ պատկերացումը, երևակայությունը ու ինչ-որ մի բան ստեղծելու ցանկությունը։ Վերջերս կարծեմ դուք մրցույթ եք կազմակերպել, որին աղջիկներ էին շատ մասնակցել, հա։ Այսինքն աղջիկներն են ավելի շատ հետաքրքրվում։ Դժվար է ասել, ասենք այդ խտրականությունը դնելու, իրականում չեմ կարծում պետք է դնել, որովհետև այո, կա որոշակի ինչ-որ տենդենցիա, երևի էլի ընտանիքներից գալով, որ շատ անգամներ, ասենք տղաները ավելի ինժեներական ոլորտի մեջ ավելի շատ են իրանց թվով, բայց աղջիկները երբեք չեն մնում, իրականում մենք ուրախալիորեն էինք զարմացած մեր արդյունքներից, Կանադայում էլ որ սովորում էի, ահագին աղջիկներ կային, որ իրանք էլ ինժեներությունը սովորում էին եւ բավականին հաջող իհարկե ու ինձ թվում է այդ խտրությունը պետք է չդնենք էլի աղջիկների ու տղաների միջև կարող եմ մի թեթև այդ մեր մրցույթից խոսալ եւ ասել ինչի համար աղջիկները երևի ավելի հաղթողների թվի մեջ էր 3 թիմ իհարկե որ հաղթել էր, բոլորն էլ աղջիկներից էին բաղկացած։ Դա իհարկե, տեսեք, մրցույթը կար շատ սպეციფიկ տվյալներ, որ պետք է ասենք թե կառուցվեր մի հատ ինժեներական կոթող, որը ներկայացնում է հայկական մշակութային արժեքները ու պատմությունը։ Բայց դրա հետ մեկտեղ դա միայն թեման է։ Թեմայի հետ միասին կային այլ տվյալներ, որոնք պետք էր ոնց որ տեսնել, հասկանալ ու հետևել, որովհետև ինժեներությունը ի վերջո դա է, հասկանալ մի ամբողջական խնդիր, խնդրի բոլոր տվյալները հասկանալ ու դրանից հետո գտնել լուծում կամ ինչ որ ներկայացնել մի հատ նախագիծ։ Մեր դեպքում այն թմերը, որոնք ավելի ճիշտ ներկայացումները, որ կար, դրանք, որոնք ներկայացված էին ըստ այդ թեմատիկային, ըստ այդ տվյալների, փաստորեն այդպես ստացվեց, որ աղջիկների թիմերն էին, հնարավոր է ուշադրության հետ կապված էր, որ ասենք թե ու մանրագրքիտ ոնց որ ժամանակ ծախսելուն։ Ուղղակի ենթադրություն է, իրականում մրցույթի ոնց որ արդյունքները ժյուրիի անդամների միջոցով էր, ունենք 9 ժյուրիի անդամ եւ ունենք տվյալ գնահատման լիստ, որտեղ կար, ասենք, ինչքանով է տվյալ նախագիծը մշակույթի հետ կապված, ինչքանով է տվյալ նախագիծը բավարարում մնացած բոլոր պայմանները։ Շատ սպეციფიկ պայմաններ կային ու այդ ըստ պայմանների գնահատման, ասենք, ամեն մի ոլորտի մեջ 1-ից 10-ը ամբողջական գալիս էր 100-ի, իսկ այդպես ոնց որ իրականում այդ մեթոդիկան ես տեսել եմ կանադական դպրոցներում, մեր ասենք նախագծերը կամ մեր հանձնարարությունները որ տալիս են, տենց մեթոդիկայով էին տալիս ու այդպիսի մեթոդիկա կիրառելով ավելի ոչ թե դառնում է որ ինչ որ մի ժյուրի ուղակի սիրում է այս մի նախագիծը իրեն հոգեր հարազատա դրա համար է դա հաղթում, այլ ավելի դառնում է ոնց որ
կիրառական եւ ավելի ոնց որ մաթեմատիկական երևի կարելի ասել։ Ու այդպես իրական բոլոր 3 թիմերն էլ շատ մոտ էին իրար այդ գնահատականներով, բայց փաստորեն այդպես արդյունքները այդպես էին ստացված։ Ինժեներ լինելու համար մենակ մաթեմատիկան պետք չէ, այսինքն պետք է պատմություն էլ իմանան եւ Իհարկե։ Ու այնպես հետաքրքիր է, ասենք այդ առումով ես շատ մոտիկից ծանոթ չեմ հայկական, ասենք ինժեներական ուսմանը, ինչպես համալսարաններում դասավանդվում, բայց կարող եմ ասել, որ Կանադայում նույն այդ պայմաններից մեկը դա էր, որ պետք է աշակերտը ընտրի կամ պատմություն կամ ինչ-որ, ասենք, կենցաղի հետ կապված ինչ-որ նյութեր նաև, որ ինժեներության հետ կապ չունեն։ Իհարկե ժամանակին ես չէի հասկանում ինչի է դա, որովհետև մտածում էի ինձ ինչա պետք է ասենք պատմություն սովորեմ կամ բան, բայց արի ուտես, որ ավելի ոնց որ ընդհանուր ու ամբողջական մասնագետ դառնալու համար պետք են շատ տարբեր ոլորտներին ուսումնասիրած լինես։ Հիմա տեսեք, գնում ենք դեպի ռոբոտացում, որ ոլորտներում է այդպես կարևոր այդ մշակույթը ներդնելը։ Ինձ թվում է մարդկության ոնց որ հատկանիշները այդ նույն ռոբոտների մեջ հիմա, չգիտեմ, խոսում ենք արհեստական բանականությունից, ու այդ արհեստական բանականությանը, ասենք իհարկե շատեր վտանգներն են տեսնում, շատեր օգուտներն են տեսնում, ինձ թվում է ինքն իրան ոնց որ կբալանսավորի ու այդ ասենք իհարկե մեր մարդկային եթե հատկանիշները ու այդ ոնց որ այն ինչ որ մենք մտածում ենք որ մենք մեզ պատկերացնում ենք որպես լավ մասնագետներ, եթե այդ հատկանիշները դրվեն այդ նույն բանականության մեջ, իհարկե բանականությունն էլ մեզ կօգնի կամ օգուտ կտա, այնպես ինչպես ոնց որ մենք ավելի մեզ ենք տալիս։ Օրինակ թարմ լուրեր Չինաստանում արդեն կա հիվանդանոց, որ 14 բժիշկ ռոբոտ է, այսինքն չգիտեմ, նաև ռոբոտներից մեկը արդեն ուսանող է Վիեննայի համալսարանում, սա մի քիչ աբսուրդի ժանր չի։ Ապրում ենք այդ ոնց որ դարում արդեն կամաց աբական իրան բացվում է։ Կան շատ մասնագետներ, որ ինձ թվում է այդ ոլորտի վրա աշխատում են ու դրա համար ինչքան կարևոր է ուսումը, որ լինենք ավելի ամբողջական, հասկանանք ինչն է, ասենք թե ճիշտը, տեսեք ռոբոտը ինքը ուղղակի գործիք է, թե մենք ինչպես այդ գործիքներին կծագրավորենք ու ինչպես դա կօգտագործենք, արդեն մեզնից է գալիս։ Ես գիտեմ, որ ձեր ուշադրության կենտրոնում, այսինքն հետաքրքրությունների շրջանակում մտնում է նաև պաշտպանական ոլորտը եւ մեքենայական արդյունաբերությունը։ Եթե խոսենք վերջին մեքենայական արդյունաբերության մասին, օրինակ ժամանակին 1967-ից 96 թվականներին մենք արտադրել ենք երազ մեքենա։ Հիմա նման նախագիծ ունեք, ցանկություն կա, որ վերադառնանք մեր հին օրեր էլի Հայաստան ունենա մեքենա, այսինքն մեքենա արտադրող երկիր դառնա։ Հետաքրքիր էր երազից, որ խոսում եք, որովհետև նախագիծներից մեկը հենց այդ ոնց որ մոտությունն էին ցուցաբերել։ Իհարկե գեղեցիկ էր։ Տեսեք, ինձ մեքենա շինելու համար, ասենք, միայն մի հատ շինելու խնդիրը չի, այստեղ արդեն ոնց որ այդ ամբողջական համակարգն է։ Այդ բոլորը ինձ թվում է էլի գալու ենք ոնց որ ուսմանը, այդ բոլորը սկսում է ուսումից, եթե մենք ունենանք շատ լավ եւ արդիական ուսում, ինժեներական ուսում, որը համահունչ արդյունականացնած ինչ որ ամբողջ աշխարհի հետ ոնց որ համահունչ է առաջ գնում, տեսնում ենք, որ ինչքան ավելի գործիքակազմներ այլևս բացվում, իսկ եթե մենք մնանք, չգիտեմ, ասենք նույն 50 տարի առաջվա ինժեներական մոտեցումներին, որ միայն կենտրոնացած է բազային ուսումների վրա, արդեն հետ ենք մնում։ Հետաքրքիր բան ասեմ, որ մենք երբ որ էլի Կանադայում առաջի տարին էինք, մեզ մեր պրոֆեսորները ասացին, այս հիմա ինչ որ սովորում ենք միջև 4-րդ տարին, որ ավարտեք, կամ 5-րդ տարին, արդեն շատ հնարավոր է, որ ավելի նոր բաներ բացված լինեն։ Ետքամ ձեր հաշվին մեքենայաշինության, տեսնում ենք, որ աշխարհը, ասենք, ինչքան ոչ թե միայն հնարավորություն ունենալն է սարքելը, այլ լինել մրցունակ։ Իհարկե դրան պետք է ձգտել, բայց դրան ձգտելու համար, ասենք, կան ահագին բաղադրիչներ, որ իրար վրա ոնց որ քար առ քար դնելով նոր հնարավոր կլինի այդպիսի մի բան անել։ Մենք դրա համար ասենք ինչպես տեսնում եք մրցունակ լինելու համար ոչ թե միայն մի հատիկ
արեցինք ու վերջ ու դրանով նայենք հպարտանանք, այլ պետք է այդ բոլոր բաղարիտրիչները ամբողջականացնենք, հետո նոր ոնց որ դրան ձգտենք։ Երազ ունենալը շատ կարևոր է, մեքենան իր հերթին, բայց այսինքն ունենալ այդ նպատակը, բայց միայն ոնց որ նպատակի վրա կենտրոնանալ չէ, հասկանալ թե ինչ ձևի գործիք է կազմա, մեզ պետք ու ոնց որ կամաց ձգտել դրան։ Պաշտպանական ոլորտի համար իհարկե այսօր մեր խնդիրներից մեկն է եւ ուրախ եմ տեսնել, որ շատ ընկերություններ կան արդեն, որ շատ լուրջ են վերաբերվում դրան եւ ինձ թվում է շատ այդ պահանջը արդեն որ կա, այդ պահանջը որ ստեղծվում է ինժեներների պակասի, մենք արդեն տեսնում ենք ու որոշ չափով տեսնում ենք հենց պաշտպանական ոլորտը ինքն է, այսպես ասած, արդեն սկսում ակտիվանալ, ասել լավ, գիտեք, ինչպես պետք են լավ մասնագետներ, փորձված, լինի արտասահմանում փորձված, դա էլ շատ կարևոր է, որովհետև ասենք այդ վերադառնալով ձեր սկզբնական հարցերից մեկին, որ պետք է ու ուղարկենք, ասենք, մեր երեխեքը սովորելու արտասահման, իհարկե, որովհետև մենք տեսնում ենք ոնց որ արդիական աշխարհը ինչպես է առաջ գնում եւ այդպիսով դրանից հետո իհարկե պետք է նաեւ ստեղծենք հնարավորինս, որ այդ արտասահման ուսանածները ցանկանան հետ վերադառնան ու այստեղ արդեն ներդնեն իրանց սովորածը եւ տեսածը ու ինձ թվում է միակ ձևն է որ կարելի է ասենք երկիրը շատ ավելի արագ տեմպերով զարգանալ, քան թե ասենք մեկուսանալ ու մեկուսացած ձևով, որովհետեւ այսօր թվային աշխարհ է, որ բոլոր երկրները իրար հետ ինչպես տեսնում եք տարբեր ոլորտներում համագործակցում են ու ինձ թվում է դրանից պետք չի վախենալ։ Կարևոր բաղադրիչներ, որ ասացիք, այսինքն պետք է լինի պետական պատվեր, հա, հետաքրքրություն եւ նաեւ բիզնեսը հետաքրքրվի, ինչպես նաեւ ինժեներ գիտնական կապը կա հիմա մեզ մոտ։ Երթալով ինձ թվում է ավելի լինելու է։ Իհարկե պետությունը մեծ դեր ունի հնարավորություններ ստեղծելու համար, բայց պետությունը չի որ ասենք մանավանդ որ նայում ենք արտասահմանյան երկրներում ներգրավումը կա, բայց կա պահանջ, ասենք էլի, ուսման վերաբերյալ ու կա պահանջ ճշգրիտ ինչ-որ նպատակների վերաբերյալ, մեծ դեր իհարկե կարող է ունենալ, բայց ասենք ազատ շուկան էլ իր դերը ունի ու մրցունակ լինելու համար իհարկե արդեն պետք է այնպիսի պրոդուկտներ ստեղծել, որ յուրահատուկը ճշգրիտ խնդիր է լուծում ու ինքն իրեն արդեն ոնց որ այդ շուկան եւ կապը կստեղծվի։ Գիտնական ինժեներ կապը հետաքրքիր է իրականում այդ ոնց որ զանազանումը, որովհետև ինժեներների հետ կապված միշտ ասենք ասում են գիտնականը ավելի ոնց որ թեորետիկ, այսպես ասած, տեսական մասն է, իսկ ինժեները այդ տեսականը վերցնում է ու վերածում է փողի կամ ինչ-որ պրոդուկտի, որը իհարկե դրանից հետո վերածվում է փողի կամ ֆինանսների, այդպես որ շատ մոտիկից իրար հետ սերտ աճող ասենք ոլորտներ են, ինժեներությունները, ինչպես ասեցի, շատ տարբեր ոլորտներ կա, լինի ասենք մեքանաշինություն, լինի ինչ-որ ավիացիա, լինի տիեզերք, այսպես ասած, այդ բոլորն էլ արդեն դառնում են հասանելի, երբ որ ունենում ենք բավականին հզոր ինժեներական հիմք։ Մենք հիմքը ունենք, բայց այդքան էլ զարգացած չենք դեռ, ոնց հասկանում եմ։ Ինձ թվում է այդ ոնց որ ուղու վրա ենք, բայց էլի վերադառնանք երևի ուսման, որովհետև ամեն ինչ այնտեղից է սկսում, ամեն ինչ ուրախ եմ տեսնել, որ համագործակցում ենք, ասենք, պոլիտեխնիկի հետ, երաչափ գործիքը, որ օգտագործում ենք, ոնց որ աշխարհում շատ հայտնի ու շատ լավ տեղ գրաված գործիք է, պոլիտեխնիկում սկսել են օգտագործել դա ու դասավանդող, ասենք, թե ուսուցիչը շատ երիտասարդ ուսուցիչ է, որը լի է այդ էներգիայով ու ուզում է այդ գիտելիքները տալ աշակերտներին, տեսնելով ոնց որ այդ երիտասարդ մասան նաև վերադառնալ ուսում, ինձ թվում է դա արդեն ինքն իրեն արդեն կամաց-կամաց այդ արդիականացնի թե ուսման ոլորտը, թե աշակերտներին էլ ավելի հետաքրքիր կդառնա բոլորը։ Բայց կարծես դուք ձեր փորձը չեք փոխանցում, հա, երիտասարդներին չեք դասավանդում։ Գիտեք, տարբեր ձևեր կան, ինձ թվում է, երիտասարդների փոխանցելու հնարավորություններ եղել է ու անընդհատ կա։ Մեր թիմը ինժեներական
մեծանում է իրականում մեր մրցույթից հետո մասնակիցներից հաղթողներից մեկին արդեն ընդունել են գործի ու այդ ընթացքում տեսեք փորձի փոխանցումը լինում է ինձ թվում է ասենք այդ ռազմաարդյունաբերության ոլորտում էլ փորձի ընթացքում հնարավորություն կար այդ նույն փորձը փոխանցելու տեսնելու ինչպես նաև մոտիկից համագործակցում ենք այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք էլի դասավանդում են այս գործիքակազմը, ես ոնց որ բավական խորացել եմ այդ գործիքի մեջ, SolidWorks-ի մասին է խոսքը, ու այդ փորձը ինչքան կարողանում եմ, փորձում եմ փոխանցեմ, ինչպես մեր մրցույթը կազմակերպեցինք, ինձ թվում է այդ մրցույթի մասնակիցները վստահ են, որ ինչ-որ մի բան կարողացան վերցնել մրցույթից իհարկե հաղթողներից բացի, այդ մտածելակերպը, մոտեցումները, մրցույթը իրականում ինձ թվում է լինելու է պարբերաբար, արդեն հաջորդ թեման որոշակի օրեն կա ու կամաց պատրաստում ենք այդ նույն մրցույթին, հույս ունենք, որ էլի բավականին մեծ հետաքրքրություն կլինի ու այդ կապը, որ լինի մասնակիցների հետ, մրցույթին այսպես ասած արձանագրվողների հետ, ինձ թվում է այդ շփումից արդեն փորձի փոխանակումը ինքնին կստացվի։ Հիմա ինչ նախագծեր եք իրականացնում։ Այս պահին ուրեմն մեր թիմում մենք աշխատում ենք արտասահմանյան ընկերությունների հետ, գործոնանաշինության մեջ ենք ավելի խորացած, արտասահմանյան ընկերությունները մեզ պատվերներ են տալիս, ու մենք ասենք նախագծումները իրականացնում ենք նույն այդ գործիքակազմով եւ դրանից հետո ուղարկում ենք ֆայլերը, որպեսզի դա գնա արտադրություն եւ դրանից հետո իրանք ասենք այդ նախագծերը հավաքում են գործարաններում եւ ստեղծում են։ Ու այդպես ասած որոշ չափով Հայաստանն էլ աշխարհի ոնց որ քարտեզի վրա մի հատ դիրք է լինում, իհարկե այդ շփումների ընթացքում մենք միշտ անընդհատ հանդիպումներ ենք ունենում, արդեն գիտեն Հայաստանի մասին, գիտեն, որ սկսում է բավականին լավ ոնց որ ինժեներներ հայտնվել, որոնք կարող են իրանց գործերը բավականին պրոֆեսիոնալ ձևով դա իրականացնել, ու իրականում մեր հենց հիմնադիրների էլ նպատակներից մեկը դա է, որ այսպես ասած outsourcing-ը լինի ոչ թե միայն ասիական երկրներ, այլ կարողանանք նաև այդ outsourcing-ը բերենք Հայաստան, որովհետև մենք օգտագործում ենք ոնց որ հայկական միտքը, հայկական մտային ներուժը, ինժեներական ներուժը ու դրանով նաև ինքնին զարգացնում ենք ներդրումներ ենք բերում Հայաստան, զարգացնում ենք հայկական էկոնոմիկան, ու այսպես ասած ցիկլ է։ Հայ արտադրողներ պատվերներ տալիս են։ Հայ արտադրողների հետ դեռ այդքան էլ համագործակցություն չենք ունեցել, բայց ինձ թվում է այդ ուղու վրա ենք։ Ընկերությունը համատաբար բավականին նոր է, այս պահին ոնց որ թիմը մեծանալու հետ միասին ինձ թվում է զուգահեռ կարողանանք արդեն հայ արտադրողների հետ էլ ավելի մոտիկից համագործակցել։ Դուք ձեր ո՞ր նախագծով եք հպարտանում։ Իրականում չեմ ուզի շատ փակագծեր բացեմ, բայց ռազմաարդյունաբերության ոլորտում ինձ թվում է այնտեղ կային որոշակի նախագծեր, որ ուրախ եմ տեսնել, որ արդեն ոնց որ կիրառվում են եւ այդ արդեն ինժեների ոնց որ հպարտությունների կամ ուրախություններից մեկը դա է, որ ինչ որ լինում է խնդիրը լուծում է, բարեհաջող է լուծվում ու դրանից հետո որ տեսնում է այդ ասենք նախագիծը որ իրականացել է ու տեսնում է իրականում ինչպես է իրան դրսևորում, ինձ թվում է ներքին ինչ որ մի հատ յուրահատուկ ուրախություն է լինում։ Ինժեներիան առաջիկա 5 տարում մեզ ինչ անակնկալներ կարող է մատուցել։ Ինձ թվում է ավելի ու ավելի սկսելու ենք տեսնել, ասենք նույնիսկ առանձին ոնց որ ինքնակամ ռոբոտների մուտքը, արդեն տեսնում ենք մեծ ընկերությունները իրանք ներկայացումները բերում են, լինելու է դա ավելի շատ ինձ թվում է, բայց կարևոր է նաև հասկանալ, որ միայն այդ ռոբոտների վրա հիմնվելը այդքան էլ ճիշտ չի երևի, մենք դեռ ասենք կանք եւ նույն ասենք
AI արհեստական բանականության ոլորտում, ասենք այլևս ամեն ինչ պատասխանները ամեն ձևով տալիս է, բայց մենք որպես ասենք մարդկություն էլի պետքա վստահանենք, որ այդ պատասխանները, որ ստանում ենք, ճիշտ են, ոնց որ վերանայենք ու դա օգտագործենք պարզապես որպես գործիք, քան թե դրա վրա լրիվ հիմնվել։ Նույն ձևով էլ այս մեքենայաշինության մեջ, այսինքն դրանք օգտագործենք որպես գործիք, ավելի հարմարանք, քան թե ամբողջությամբ հիմնվենք իրանց վրա։ Իմ կարծիքն է ամեն դեպքում։ Իդեպ կրկին Չինաստանում կարծեմ տնօրենը ընկերություններից մեկի արդեն ռոբոտ էր։ Okay, հետաքրքիր է, բայց ամեն դեպքում դարձյալ ռոբոտները ի վերջո մարդու ստեղծածն են ու մարդկային հատկությունները ինչքան մեջը դնում ենք, այդքան ավելի մեզ համար մեզ կողմիր օգտագործվող գործիք է լինում, քան թե մեզ կառավարող, այսպես ասած։ Խոսենք նաև ձեր առաջիկա պլանների մասին, այսինքն ինչ նախագծեր եք նոր պլանավորում իրականացնել, կարծեմ Ամերիկա եք, չէ՞, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եք մեկնելու։ Իրականում արդեն փետրվարին էինք մեկնել, տարեկան ոնց որ համաժողովներ մեր SolidWorks-ի 3D Experience World-ը կոչվում, ամեն տարի այդ գործիքը, որ ասենք մոդելավորման գործիքն է, ինքը ինժեներության մեջ ամեն տարի փոփոխության է ենթարկվում, այսինքն նոր գործիքակազմ, նույն այդ մոդելավորման մեջ նոր մոտեցումներ, իմ համար առաջի անգամ էր, որ ես գնացել էի այնտեղ, լսել էի այդ ոնց որ իվենթի մասին, շատ իհարկե հպարտությամբ էի, որ ասենք արդեն որ Հայաստանն էի ներկայացնում այնտեղ, տեսա թե այդ ոլորտը ինչքան է զարգացած, մարդիկ այդ գործիքը ինչ ձևով են օգտագործում, այնպիսի ոլորտներում, որ ես ինքս երբեմն պատկերացնել չէի կարողանում, դա տեսնելով, այդ այնտեղ ահագին ինչ-որ կոնֆերանսների մասնակցելով, կարելի էր տեսնել, թե որ ուղղությամբ է գնում, ու ինչպես այսինքն արհեստական բանականությունը նույնիսկ այդ գործիքի մեջ համտնում, ու դարձյալ դա առիթ է տալիս, որ գործիքը, այո, ես սովորել եմ 10 տարուց ավել օգտագործում եմ, բայց անընդհատ նոր բան կա վրան ավելացած եւ անընդհատ պետք է ոնց որ ժամանակների հետ շարժվենք։ Ամեն դեպքում արհեստական բանականությունը մեզ չի տանի կործանման, ոնց հասկանում։ Չեմ կարծում, չէ։ Ոլորտի զարգացման համար ինչ է պետք, ինչ խնդիրներ կան, որոնք առաջնային լուծում են պահանջում։ Իրականում ես ասենք որպես թիմի ղեկավար իհարկե ոնց որ իմ բիզնեսը չեմ ստեղծել, բայց բավականին մոտիկ կապ կա հենց ներդրողների հետ, հիմնադիրների հետ ու ինձ թվում է որոշ չափով այդ պետության հետ կապված հարցերը որ տալիս եք, ասենք ինչ կարող են անել, այս պահին, քանի որ IT ոլորտը շատ զարգացած է, IT համար ավելի շատ ոնց որ հնարավորություններ կան տրված, լինի հարկային, լինի ասենք ավելի հեշտացրած ձևով ինչ որ հնարավորություններ, որ ավելի շատ IT ոլորտի ու երբ որ IT ենք ասում, դա ավելի ուղղակի ծրագրավորում, ոնց որ outsource անելու այդ ոլորտները Իսկ ինժեներության հետ կապված, քանի որ երևի դեռ այդքան էլ զարգացած չի, այդ հնարավորությունները չի տրված, բայց ինձ թվում է կարելի է ասենք տեսնել, որ հաջորդ этаպը ինժեներությունն է, մեքենայաշինությունն է, ու այդ ընկերություններին էլ որպեսի այդ շարժը սկսի, որպեսի այդ արդյունքը տրվի, ինձ թվում է կարելի է ոնց որ տեսնել ապագան որ կողմ է գնում նույն այդ մեքենայաշինության, ռոբոտաշինության ու այդպիսի ընկերություններին է որպեսզի կարողանալ գրավել Հայաստան, լինի արտասահմանյան ընկերություններին, լինի տեղական ընկերություններին, այդպիսով ինչ-որ արտոնություններ միգուցե, ավելի հեշտացրած մեխանիզմներ, ես քաղաքագետ չեմ, չգիտեմ ինչպես կարող եմ այդ ոլորտով, բայց վստահ եմ, այո, հարկային արտոնությունները վստահ եմ կօգնի, թեթև լսել եմ, որ այդպես մի քիչ դժվար է լինում, ավելի գրավիչ դարձնելու համար ոլորտը, բայց դա մեր առօրյայի մեջ ամտնելու, այդպես եթե ինչքան շուտ կարողանանք այդ արտոնությունները տալ, երևի այդքան ավելի Հայաստանը կարող ենք ոնց որ ներկայացնել որպես շատ լավ գեոգրաֆիական, այսպես ասած, տեղանք, որ այստեղ էլ սկսեն այդ ոլորտի ավելի զարգացնել։
Նաև դպրոցն է բաց են եւ չնայած ունենք ինժեներական քաղաքացիացը։ Ու իրականում այդ դպրոցը եւ արտադրությունը իրար հետ շատ ոնց որ զուգահեռ է ու իրար փոխադարձ ոնց որ մեկը մյուսի վրա հիմնված դպրոցը ուժեղացավ ինժեներությունը եւ արդյունաբերությունն ավելի զարգանալու, արդյունաբերությունը զարգացավ, դպրոցը էլ ավելի է զարգանալու, որովհետեւ արդյունաբերությունը ինքն է պարտադրում կամ ասենք այդ ընկերությունները դարձյալ կանադայի օրինակով, օրինակի համար կային շատ մեծ մեքենայաշինության ընկերություններ, որոնք դպրոցներում իրանց ծրագրեր ունեին ու այնպիսի հնարավորություն էր դա տալի աշակերտներին, որ այդ ծրագիրը անելուց հետո իրանք արդեն պատրաստ են տվյալ ընկերության մակարդակին ու չափանիշներին ու դա աշակերտին էլ արդեն շատ ավելի ինքնավստահ կարողանում է ասել, որ գիտեք ինչ սա որ ավարտեմ, ես արդեն պատրաստ ոնց որ մեծ ընկերությունում հնարավորություն ունեմ ու այսինքն մեկը մյուսի վրա, այսպես ասած, առաջ է տանում տենց որ ինձ թվում է երկուսն էլ զուգահեռ այս պահին իհարկե մենք կարող ենք ուսման վրա հիմքը դնել ու զուգահեռ դրանից հետո այսպես ասած այդ chain reaction հասկացողությամբ առաջ տանել Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում ենք ճարտարագետ ինժեներ Էրիկ Քասաբյանի հետ։